Քաղաքականությունը ինձ համար իրավունքների համար պայքար է, ուրիշ ոչ մի բան, իրավունքների համար պայքար, սկսած քրեական հեղինակություններից մինչև միջպետական հարաբերություններ նույն մոդելն է, պայքար իրավունքների համար, կարող ես պայքարել, համապատասխան գալիս ենք ամենասկզբին, սուբյեկտը նա է, ով ձևակերպել, հռչակել ու ցույց է տվել, որ պայքարելու է այս իրավունքների համար։ Ոնց է ձևակերպել իրավունքները, խոսում են մարդկանց հետ, նրանից հետո, երբ որ այդ մարդիկ հռչակում են ու ասում են սա իմ իրավունքներն է եւ առաջարկում են բոլորիդ ճանաչել սա։ Եթե դա չկա, սուբյեկտ չկա։ Մոտավորապես համարյա վիճակում է եղել Հայաստանի Հանրապետությունը 25 տարվա մեջ։ Եթե առավոտը հռչակվում էր մի իրավունք, կեսօրից հետո սկսում էին ասել ոչ մենք տենց չենք ասել, մյուս օրը ուրիշ իրավունք, 4-րդ օրը ասում են այո մենք համաձայն ենք ձեզ հետ, ու տենց 25 տարի, այս սրա մեջ եմ տեսնում ամենամեծ ողբերգությունը Հայաստանի քաղաքականության։ Որտեղից է դրա հիմքը եկել, կարելի է ասել անփորձությունից, կարելի է ասել մեր էթնոքաղաքական գիտակցությունից, գենոցիդի սինդրոմից, հազար ու մի պատճառ կա եւ իսկապես դա այդպես է, բայց մեզ մոտ ծնվել է մի մոտեցում, սկզբունք, շատ կայուն, որը այդ 25 տարվա մեջ հստակ գործում է եւ որևէ մեկը ցանկություն չունի դա վերանայել, դա իրավունքներից խուսափելու, փախչելու, իրավունքը արտահայտելու քաղաքականությունն է, ստրատեգիան է։ Հասկանաք, հստակեցնեմ, երբևէ չխոսել քո իրավունքների մասին, պահել մեջդ, ուրիշներին չասել, դա վտանգավոր է ըստ այս մտածողության։ Եթե հնարավոր է մաքսիմալ կերպով հրաժարվել այդ իրավունքներից, ասել, որ ոչ, դա ես չեմ, իրավունքներից հրաժարվելու քաղաքականություն, իրավունքներից փախչելու քաղաքականություն։ Սա է մեզ մոտ, կարելի է խոսել ու ապացուցել, որ դա այդպես է։ Եվ մարդիկ խորը համոզված են, որ դա ճիշտ է, աշխարհում կանոն չկա, աշխարհում ուժն է ծնում իրավունք, անպատ կասեն ցանկացած արգումենտ կբերեն մարդիկ, եւ դրա համար պետք է մաքսիմալ լռել։ Ես գտնում եմ, որ սա ապաքաղաքական մտածողություն է։ Սա մտածողությունը, որը բացարձակապես չի հասկանում ինչ է նշանակում ինքնիշխանություն, այն ինչ որ կոչվում է աշխարհում սուվերենություն, ինքնիշխանությունը ինքը ճիշտ ասած այդքան էլ չի արտահայտում դա։ Անկամ մենք այդ բառը չունենք, որ սուվերենությունը դա շատ կենտրոնական կատեգորիան է ընդհանրապես։ Ամեն ինչ քաղաքականության մեջ սկսում է դրանից սուվերենություն, ոնց է դա ստեղծվում։ Եվ մենք իրականության մեջ ունեցել ենք կոնկրետ դրսևորումներ, քանի որ այսպես ենք մտածում, կյանքը ավելի բարդ է եւ կյանքը ինքն է դրսևորում, մեզնից չի հարցնում, որտեղ մենք լինելով կոնֆլիկտային վիճակում Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, եւ չգիտեմ, շատ ուրիշների հետ, ստիպված ենք արդեն իսկ ինչ որ բաներ ձևավորել։ Եթե մենք չենք ձևավորում, իրենք ձևավորում մեզ են տալիս։ Մինսկի խումբը ձևավորել է 94 թվականից են կողմ մի մոտեցում ու տվել մեզ։ Ասել են այսպես է, ձեր խնդիրը սա է։ Մենք դա ընդունել ենք, ինչի համար, որովհետև մենք չունենք մերը։ Մենք մերը չենք դրել սեղանի վրա։ Կարող է հարցակել, ընդհանրապես մենք չենք ունեցել որևէ բան։ Ունեցել ենք։ 89 թվականին քննարկվում էր բավականին լայն, ես ինքս մասնակից եմ եղել եւ առաջարկողներից մեկը ես եմ եղել, այդ առաջին սուվերեն որոշման, որ մենք պետք է թարգենք այդ ապելացիաները, նամակներ գրելը կենտրոնական իշխանության սովետական եւ ինքներս ընդունենք որոշում, հետո այդ որոշումները ներկայացնենք, որ այդ որոշումները ճանաչվեն։ Էլի բավականին դժվար էր ընկալում, ոնց կարելի է նման բաներ անել, բայց ի վերջո հանրությունը եւ այն ժամանակ ակտիվիստները քաղաքական ակտիվ մասը եկան այդ մտքին, որ իսկապես, եթե մենք ուզում ենք, որ Ղարաբաղը միացնենք Հայաստանին, միացնում են, պետք է մենք այդ որոշումը ընդունենք, այդ որոշումը ընդունվեց։ Նա
2 տարի էլ չապրեց այդ որոշումը, անմիջապես սկսեց հակառակալիք այդ որոշումից հրաժարվելու։ Հրաժարվելը շատ դժվար էր, բայց արդեն անտեսելու մի ուղղություն գնաց, եւ մենք եկանք արդեն Հայաստանի Հանրապետության անկախության ռեֆերենդումին, բացարձակ չհասկանալով անկախությունը ինչ է, սուվերենությունը ինչ է, չհասկանալով, որ դու կարող ես անկախություն ճանաչված լինի քո անկախությունը, դու լինես չսուվերեն, դու կարող ես ոչ ոք քեզ կյանքում չճանաչի, բայց դու լինես անկախ։ Սուվերենությունը դա է։ Այդ բաները շատ դժվար էր հասկացում, չեմ կարծում, որ հիմա էլ միջև է հասկացվում է դա, բայց մենք ավելի մոտիկ ենք, քան այն ժամանակ։ Այդ որոշումից հրաժարվեցին։ Հայաստանի Հանրապետությունը ռեֆերենդում անցկացրեց իր տարածքում սեպտեմբերի 21-ին 91 թվականին։ Որոշվեց, որ չի կարելի ուրիշ բաներ անել, դա վտանգավոր է։ Ես չգիտեմ, ավանտյուրա էր, վախ էր, պատասխանատվությունից փախչելու ձևեր, մտածված ձևեր, կարող է դա շատ էլ մտածված էր։ Ես երբևէ նման բաներին գնահատական չեմ տա։ Ելնելով իմ տեսակետներից, այսպես են ձևակերպվել իրավունքները, այսպես։ Հայաստանի Հանրապետություն նախկին սովետական Հայաստանի տարածքում եւ գոյություն ունեցող մի տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ունի շահեր եւ որտեղ այդ տարածքի բնակիչները ունեն շահեր, տարբեր, երկու տարբեր խնդիր է ձևակերպվել։ Կլիներ ուրիշ, եթե շարունակվեր 89-ը, Հայաստանի պետությունը կձևակերպեր իր իրավունքները այդպես, որ ես չեմ ճանաչում այն սահմանները, որոնք ունեցել ենք սովետական միության մեջ, մենք հռչակում ենք մեզ պետություն այս սահմաններում։ Դա կլիներ մի ձև, կլիներ դրա հիման վրա ուրիշ քաղաքականություն, ես չգիտեմ ինչ քաղաքականություն։ Ընտրվել է երկրորդը, փաստը դա է։ Մենք պիտի քննարկենք ու փորձենք հասկանալ այս կամ այն ձև։ Երկու մոտեցումն է, գիտեք ոնց է, շատ դժվար է ժխտել դրա էֆեկտիվությունը։ Ինչու, որովհետև հաճախ մենք ինքներս, աչքերս նորից փակում ենք շատ կարևոր բաների վրա։ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող ժողովուրդը եւ այդ տարածքը աշխարհի կողմից ճանաչվում է որպես անկախ պետություն եւ համապատասխան իրավունքներով։ Շատ իրավունքներ են ճանաչվում այս տարածքի։ Ղարաբաղի տարածքում այդ իրավունքները չեն ճանաչում։ Չեն ճանաչում։ Ինչ-որ ուրիշ իրավունքներ են ճանաչում։ Օրինակ ասում են այո, մարդիկ պիտի անվտանգ ապրեն։ Դες ինչու մի քանի իրավունք ճանաչում են։ Այդ մեկ։ Երկրորդը իրականությունը քաղաքական։ Հայաստանի Հանրապետությունը լրիվ ռուսական զորքերի կալպակի տակ։ Լրիվ այս տարածքում սկսած օդանավակայանից մինչև սահմաններ գործում են ուրիշ պետության զորքեր, որպես գարանտ, իրենք այդպես են ասում, կամ որպես օկուպացված։ Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան ռուսական զորքեր։ Նա ուրիշ քաղաքական ստատուս ունի։ Այս տարածքում ցանկացած ռուս պաշտոնյա, ռուս գեներալ, ռուս դիվանագետ կարող է արտահայտի ինչ ուզի անի այս տարածքում, որտեղ ուզի գնա, ում հետ ուզի, ոնց ուզի խոսի։ Զինվորները կարող են կարողանալ ցանկացածը։ Նախագահային կարող են կանչեն այն կետ, որտեղ ուզում են, իջնեն ինքնաթիռով ասեն վազիարիստ է։ Լեռնային Ղարաբաղի տարածքում մի ռուս էլ չկարողն է։ Անհնարին է մի պաշտոնյա ռուս մտնի այնտեղ։ Ինչի համար։ Որովհետև տարբեր միջազգային ստատուս ունեցող տարածքներ են։ Տարբեր, որևէ մեկը չի մտնի այնտեղ։ Դուք զորով ձեռից բռնեք տանեք, ասելով կներեք, դա միջազգային սկանդալ է։ Ոնց է Հայաստանի միջազգային։ Այսինքն ես այդ օրինակները խիստ մի քիչ բերում եմ, ինչի համար, որ դասնեք, որ ռեալությունը ուրիշ է։ Դա այդպես չի, որ իրավական ստատուսները մեր ուզածով նույնն են։ Ոչ, նույնը չեն, իրենք տարբեր են։ Տարբերությունը ակնհայտ է։ Եթե դուք մի ձևով եք ձևակերպել խնդիրը, նա մտնում է համաշխարհային քաղաքականություն մի ձևով, եւ դուք պիտի փորձեք գնալ
լուծում ան։ Եթե ուրիշ ձևով եք ձևակերպել, լրիվ ուրիշ ձևով է մտնում այդ քաղաքականությունը եւ արդեն պիտի այդ քաղաքականությունը տանենք։ Մենք ինչ ենք արել։ Տիպիկ մեր հայկական մոտեցումը։ Սահմանադրությունը մասալ եք տեսեք, այնա գրած, որ մենք նույնն ենք։ Պրեամբուլայում գրել եք սահմանադրության մեջից Ղարաբաղ ջնջել։ Դա ինչ է։ Սա ճանապարհ է դեպի անհայտություն, դեպի երևի թե մյուս գենոցիդ։ Երբ որ դու քո իրավունքը անգամ չես հստակեցրել, բազմաթիվ դիվանագետներ հարցնում, դնում են այդ խնդիրը, ասում են լավ, ի վերջո դուք ինչի տեր եք, մենք պատասխան չունենք, իզուր չի որ ասելիք չունի, ապրիլյան պատերազմից հետո հիշում եք, մի քանի բան մի անգամից առաջարկվեց, այս կանենք, այն կանենք, եթե սենց լինի, սենց կանենք, սենց ենք անելու, մինչև Ադրբեջանը հետ չգնա միջ ապրիլյան 1-ի սահմանները, մենք բանակցություններ չենք գնա, մենք պայմանագիր կգնենք, մենք կճանաչենք, երկու օր մոռացան, բայց ինչու են մոռացել, որովհետև էֆեմեր անիմաստ բաներ են խոսել։ Այն աստիճանի անիմաստ, երբ որ արդեն լուրջ մեկը հարց է տվել սեղանի շուրջ, ասել են դե լավ գիտեք բան այլի, կորել է։ Եվ տենց 25 տարի տենց էր։ Ասում են Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ որն է, ոչ մի դիրքորոշում չկա։ Այդ մարդկանց չսպանեն, ամեն ինչ խաղաղ լինի, ճանապարհը բաց լինի, սա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է։ Բայց ուրիշ ինչ դիրքորոշում կարող է լինի։ Երեք աշխարհում խոսում են շատ պարզ, երբ որ ասում եք որ 91 թվականին Հայաստանի Հանրապետությունը դեկտեմբեր ամսին բազմաթիվ փաստաթղթերում ճանաչել է Ադրբեջանի սուվերենությունը, ճանաչել է Ադրբեջանի գոյություն ունեցող սահմանները, պարտավորություն է վերցրել Ադրբեջանին մի շարքում ԱՊՀ-ի պայմանագրերում էր դա, օգնել Ադրբեջանին նույնպես, ոնց որ նույն Ղազախստանին, եթե գոյություն ունեցող սահմաններին վտանգ է սպառնում։ Երբ որ դուք դնում եք այդ թղթերն են դնում ձեր առաջ։ Կացում են բոլոր բաների վրա նա չետակում դուք ինչից եք խոսում։ Այդ թղթերը հանում են, ասում են ձեր պարտավորությունները սա է։ Եկեք խոսենք այս շրջանակներում։ Հայաստանի Հանրապետությունը ինչ պիտի խոսի։ Որևէ խոսելու բան չունի։ Որտեղ ձևակերպված է, սա է։ Հիմա ո՞նց է ամեն ինչը փոխել, կամ ընդհանրապես իմաստ ունի փոխել։ Ես եղել եմ բազմաթիվ սեմինարներում, որտեղ մարդիկ ասել են սա է ճիշտը։ Այո, այս սենց էլ պետք է գնալ, այս սենց անել, այսօր սենցա վաղը նենց անել, ու աշխարհը այսօր սենցա վաղը նենց է, բոլորը թքած ունեն վրա, սենց կլինի, նենց կլինի, սուս մնացեք, մի խոսեք, ոչ մի բան պետք չի, ձևական բանակցություններ եկեք գնանք, գիտեք, որտեղ ոչ մի բան չի ստացվելու, ճիշտը սա է, բազմաթիվ մարդիկ, Երևան քաղաքում, էքսպերտներ, ասում են սա ճիշտ է։ Մնացած ամեն ինչը շատ վտանգավոր է, շատ վատ է, մենք կունենանք մեծ թշնամիներ, որոշումներ կընդունեն, բայց դե հիմա ոնց հասկանանք այսպես, եթե այսպես չի։ Այս կուզենա այստեղ վերջացնեմ, որ մենք միասին իսկապես, եթե իհարկե էլի կարևոր հարցադրումներ կա, անենք, բայց իսկապես փորձենք հասկանալ, եթե ուզում ենք փոխել, ինչու ենք ուզում փոխել, իմաստունի փոխել, եթե փոխում ենք, ինչն ենք, ոնց է ձևակերպում մեր իրավունքները եւ դրա հիման վրա արդեն ստեղծում նոր քաղաքականություն։ Շնորհակալություն։